Ղազարյան, մենք ուղիղ եթերում ենք, նախորդ անգամներին Ռուբեն Ռուբինյանը մերժել է ձեզ ընդունել, այդ կում նաև ԿՊ շատ պատգամավորներ, այսօր ինչ ակնկալիքներ ունեք։ Ես անկեղծ ասած ակնկալիք արդեն չունեմ, որովհետև ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները հեռախոսով արդեն են զանգել եւ տեղեկացրել են, որ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում ինձ ընդունելության արժանացնել, կրկին շատ հստակ, վստահ, չեն էլ վախենում դա ասելուց, ասում են միայն ձեզ, պարոն Ղազարյան, նպատակահարմար չի գտնում։ Ես հարցնում եմ ուրիշ քաղաքացիներ կան գրանցված, որ ընդունելություն, ասում են այո, ուրիշ քաղաքացիներ կան, նրանց հետ ընդունելությունը կայանալու է, չի լինելու միայն ձեզ հետ, այսինքն պարզ հստակ ասում են, որ դա խտրական վերաբերմունք է, պայմանավորված քաղաքական է։ Իմիջիայլոց Ռուբեն Ռուբինյանի պարագայում ազգային ժողովից նամակ են գրել ՄԻՊ-ին, դե ես ՄԻՊ-ել եմ, չէ, դիմի ահազանգել եմ, որ խտրականության համար, ասում են Էդգար Ղազարյան ընդունելության չի արժանացել Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի կողմից, որպես քաղաքական գործիչ։ Իսկ գրում են, որ պատճառը իմ քաղաքական հայացքից խտրականության ակնհայտ դրսևորումն է։ Ու արդեն նաև գիտեն այդ անպատժելիության մասին, որ ես չնայած որ բողոքում եմ իրավապահ մարմինները, նրանք վարույթները չեն նախաձեռնում, դատաները մերժում են այդ իմ բողոքները եւ այլն, իսկ այդ անպատժելիության վիճակում են հանգիստ կարելի է այդպես վարվել քաղաքացու հետ։ Ես անկեղծ ասած այսօր ուրիշ խնդրանքով էլ երեկոյան իմ ուղիղ եթերում դիմել է ազգային ժողովի պատգամավորներին եւ հիմա էլ օգտվելով առիթից դիմում եմ, որովհետեւ մինչև ուրբաթ ամեն օր ընդունելություն կա եւ ես գալու եմ ամեն օր ժամ 11-ին։ Խնդրում եմ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին բոլորին, որպեսզի, ասենք, վաղը ժամը 11-ին 30 հոգով, 34 հոգով գանստե, ես էլ եմ գալու։ Պարզ է, եթե ԿՊ-ական պատգամավորը լինի։ Դուք ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին եք։ Այո, ասեք, պատկերացրեք իրանք հիմա այստեղ լինեին, Ռուբինյանը այնտեղ հիմա ամենայն հավանականությամբ վերընկած է։ Հիմա նա ինձ չի ընդունում ակնհայտ արհամարական, չեմ տենց իրան բնութագրում, որովհետև ինքն իմ նկատմամբ վիրավորանք է ցուցաբերում իր պահվածքով, շատ քաղաքակիրթ ձևով բնութագրում եմ իր հիմիկվան դե գտնվելու կարգավիճակը։ Հիմա եթե այստեղ լիներ ազգային ժողովի 30 պատգամավոր, ինձ չեն թողնելու, չէ՞, ես դռնից անցնեմ։ Իրանց չեն կարա չթողնեն։ 30 հոգով անցնում են գնում են էմի սրա, ասում են էլ մեծ վեր կաց։ Այսինքն ոչ չես ընդունում մարդուն, ոչ չես ընդունում։ Դու չես հայտարարել ընդունելություն։ Օրը ժամը դու չես որոշել։ Կարգ կա, չէ՞, ընդունելության։ Այդ եկողը Էդգար Ղազարյանը խախտել է այդ կարգը, չէ, զանգել է, էլեկտրոնային պոստ ուղարկել է, գրանցվել է, ասել է ինչ ոչ մի բան չի խախ։ Բա որ խախտում չի արել, ոչ մի բան ոչ չես ընդունում։ Ինչ ես ասում, որ չես ընդունում։ Կամ իրան սիրուն բռնեն, ասենք, որ շատ չվնասվի, 4 սաֆետկա, 2 տակաժնեսիկ բռնում են, բերում են, ստեղ ասում են, պարոն Ղազարյան բերել ենք հավրանքը։ Ես դրա հետ իմ ընդունելություն անցկացնում եմ, թե ինչ եմ ասում, ինչ եմ խոսում, այդ արդեն իմ խնդիրն է։ Կամ էլ ասում են հանգիստ նստից թե պարոն Ղազարյան ձեզ ենք հրավիրում ներս, ես հետո իրա հետ հանդիպեմ իմ խոսակցություն վարում ձեր ներկայությամբ։ Ի վերջո դա պիտի լինի, չէ՞, դե իրանք այդ աջակցությունը պիտի ցուցաբերեն։ Պարոն Ղազարյան, օրինակ, եթե այս հանդիպման օրակարգը թեման այլ հարց լիներ, ոչ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, հնարավոր համարում եք, որ ես կարող էին ընդունել։ Բայց ես ասել եմ, որ ուրիշ հարցեր լարնելու։ Ասել եմ այլ հարցեր լարնելու։ Օրինակ, ինձ հետաքրում է Ռուբեն Ռուբինյանի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Նա այդ հանձնաժողովի անդամ է։ Ինձ հետաքրքիր է ինքը որպես այդ հանձնաժողովի անդամ ինչ գործունեություն է վարել մինչև հիմա, առաջիկայում ինչ գործունեություն է պատրաստում վարի։ Ինքը համարվում է հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի պաշտոնական ինձ հետաքրքիր է նրա իրավական կարգավիճակը, նրա գործողությունները այդ առումով։ Ինքը եղել է 16 թվականի մայիսին Արցախի պաշտպանության բանակում ԿՊ-ի կամավորական ջոկատի անդամ Մարտակերտի շրջանում ՊԲ զորամասերից մեկում իրականացրել է մարտական առաջադրանք զենքով հայկական բանակի զինվորական համազգեստով։ Ես ում եմ ինքը դե ինչ կարգավիճակում է եղել։ Օկուպանտ է եղել, ագրեսոր է եղել, ռազմական հանցագործ է եղել։ Թե դրանից հետո է դառը մեր երկրի դավայ։ Այսինքն ինքը գնացել է 16 թվականին մեր հայրենիքը պաշտպանելու, եկել ասում են մեր հայրենիքը չէր հանձնում ենք Ադրբեջանի։ Նրա այդ մոտեցումները ինձ հետաքրքիր, այսինքն բացի անվստահության գործընթացից կոնկրետ իրանից նաև այս հարցերի պատասխանն է հետաքրքիր։
Ընդ որում ես ոնց որ հիմա եմ ասում, նախապես եմ բարձրաձայնել, որ եւ քանի որ իմ կարծիքով ինքը ամենայն հավանականությամբ չունի այս հարցերի խելամիտ պատասխան։ Ես իրան ոչ թե վիրավորում եմ, ոչ թե ծեծում եմ, ոչ թե անարգում եմ, ոչ մի բան, այլ ընդհանրապես այս հարցերն անում եմ մամուլի առաջ, ինքը պիտի այդ հարցերի պատասխանները տա։ Եթե չունի այդ հարցերի պատասխաններ, ինքը չի կարա լինի իմ եւ մեր ողջ ժողովրդի ներկայացուցիչը, որովհետեւ սահմանադրությամբ յուրաքանչյուր падգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին։ Եվ ես լինելով այս ժողովրդի մի մասնիկը, անհանդուրժողական վերաբերյալ ես չեմ կարող հանդուրժել մի մարդու, որը ինձ ներկայացնի իմ երկրի խորհրդանում, ունենալով այսպիսի կեցվածք, այդպիսի անպատասխանատու կարգավիճակ։ Մեր խորհրդանում պետք է ներկայացնեն մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչները։ Ըստ քաղաքացիներից մեկը սպասում է Ռուբեն Հովինյանին։ Կարծում եմ, որ դե ինձ ասել են, որ մենակ ինձ չի ընդունելու։ Ես ասենք այդ մասով չեմ կարող ոչ մի բան ասել։ Այսինքն կընդունեն, թե չեն ընդունում մյուսները, ես չգիտեմ։ Ինձ կոնկրետ ազգային ժողովից ինեսան զանգել, ասել է պարոն Ղազարյան, ինչպես արդեն ինքն էլ գիտի ինչ ասում է, ասում եմ ոնց որ մնացած բոլոր դեպքերում ԿՊ-ական պատգամավորը կոնկրետ ձեզ չեմ ընդունելու։ Կարակ նաև չգաք ազգային ժողով։ Ես անկեղծ ասած եկել եմ, որ նաև ունես չտասվի որ ասեն, դե դու չէիր եկել։ Հա, ասա եկել եմ այստեղ տեսա դիտարկող իրանք էլ են տեսնում, որ ես իմ սահմանված ժամին ներկայացել եմ ընդունելության, բացի դերեք ես եմ մամուլում հայտարարություն դրել, գիտեմ որ լրատվամիջոցներ կան, կարող են արձագանքեն, շնորհակալ եմ որ արձագանքել եք, նաև ձեր նկատմամբ հարգանքով, որ իմ հրավերն եղել է, ես պիտի այսօր ստեղ ներկայանայի։ Շնորհակալություն։